Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 26 Հիսուսը պատասխանեց. «Արդ եթե ինձ եք ուզում, թողեք նրանց, որ գնան»։ Հովհաննես ավետարան 18:8 Ինչպիսի հոգատարություն էր ցուցաբերում Հիսուսն իր ոչխարների հանդեպ, նույնիսկ իր փորձության ժամին։ Մահվան առաջ համոզիչ կերպով ընդգծվում էր հոգու զորությունը։ Նա իրեն հանձնում էր թշնամուն, բայց հասնում էր նրան, որ իր աշակերտներին բաց թողնեն։ Ինչպես ոչխարը մունջ էր իր խուզողների առաջ, այնպես էլ բերանը չբացեց, բայց նա պաշտպան է կանգնում աշակերտներին անկոտրում վճռականությամբ։ Այստեղ դրսևորվում է նրա սերը, մշտական, անձնազոհ հավատարիմ, ավելի խորը, քան թվում է առաջին հայացքից։ Հիսուսի խոսքերում փրկագնման էությունն ու իմաստն է։ Բարի հովիվն իր կյանք դնում է ոչխարների համար և աղերսում է, որ նրանց բաց չթողնեն։ Փրկագինը վճարված է, արդարությունը պահանջում է, որ նրանք, ում համար նա փոխարինող է դարձել, կարողանան գնալ։ Եգիպտական ստրկության շրջանում նրա ձայնում իշխանություն էր լսվում. «Թող իմ ժողովուրդին»։ Ելից 5:1 Մեղքի և սատանայի իշխանության տակից կարող են դուրս գալ միայն փրկվածները։ Հուսահատության զնդանի յուրաքանչյուր խցում արձագանքում են հետևյալ խոսքերը. «Թող իմ ժողովրդին», և մեղքի բանտարկյալները զգում են ազատություն։ Սատանան լսում է քաջ ծանոթ ձայնը և քաշում է ոտքն ընկած զոհի կոկորդից։ Մահը նույնպես լսում է նրան, և բացում են գերեզմանները հանգուցյալների հարություն առնելու համար։ Մեր ճանապարհը է դեպի առաջ, դեպի հաղթանակը, դեպի սրբությունն ու փառքը, և ոչ ոք չի համարձակվի մեզ հետ պահել։ Ոչ մի առյուծ, ոչ մի քաղցած գիշատից կենդանի չի կանգնի մեր ճանապարհին։ Արևածագի եղնիկը հոտից հեռացել է դաժան ոսորտներին, և հիմա եղնիկի ու այծամի ձագերը կարող են լիարժեք խաղաղության մեջ արածել նրա սիրո շուշանների մեջ։ Ամպրոպաբեր ամպը պարպրվել է Գողգոթայի խաչի վրա, և վրեժի կայծակները երբեք չեն հարվածի Սիոնի ուխտավորներին։ Սիրելի ընկերս, ուրախացիր անվտանգության համար, որ քեզ համար ապահովել է փրկագնողը։ Փառավորիր նրա անունն ինչպես այսօր, այնպես էլ կյանքիդ յուրաքանչյուր օր։